Իրանում լայնածավալ ցույցերը շարունակվում են, իսկ տեղեկատվական ճակատում արդեն նոր պատերազմ է սկսվել։ Մինչ Թեհրանը խոսում է իրավիճակի վերահսկողության մասին, հարևան Ադրբեջանը ակտիվորեն տարածում է արյունոտ տեսանյութեր ու սադրիչ վերնագրեր, փորձելով Իրանի ներսում ընթացող գործընթացներին տալ քաղաքական եւ բաժանարար երանգ։ Խոճապ առաջացնող կադրեր եւ հարավային Ադրբեջանի օրակարգի առաջմղում, ինչու է Բաքուն այսպես ագրեսիվ ներգրավել Իրանի ներքին իրադարձությունների լուսաբանմանը եւ ինչ վտանգներ կարող է դա ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար, Անյա Բաղյանի ռեպորտաժում։ Պաշտոնական Թեհրանը վիճակը վերահսկողության տակ գտնվելու մասին է հաղորդում։ Բաքուն իր պաշտոնական լրահոսում հակառակը պնդում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այն պատահական չի համարում։ Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով եւ ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։ Սա նոր մարտավարություն է, որ Բաքուն որդեգրել է Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ժամանակ, գրում է ադրբեջանագետը։